Պարոն Սարգսյան, այսօր քաղաքապետարանի վերջին նիստն է, կխնդրեմ նշեք տարին ամփոփեք ընդհանրապես ինչպես է անցել, որ խնդիրները լուծվեցին եւ որ խնդիրները մնացին այդպես էլ չլուծված, ինչպես եք ամփոփում։ Երևանում չկա ոչ մի ոլորտ, որ ամբողջությամբ լուծում է ստացել, մի ոլորտ չկա, որ ամբողջությամբ լուծել են այդ խնդիրները։ Օրինակ կարող եմ բերել բեռնաթափումից սկսած մանկապարտեզների ավարտը, ինչ խոստում տվել էին, որ մանկապարտեզները պետք է ավարտեին, բայց մանկապարտեզներն էլ չեն ավարտել։ Բոլոր ոլորտները ավտոբուսներից նոր ես այստեղ հարց տվեցի, ավտոբուսների հետ կապված կանգառասրահների բացերը կան, որոշակի իրանք փորձեցին ընդունել, որ չեն կատարել, խելացի կանգառասրահների մասին է խոսքը։ Ոչ մի ոլորտում չեն կարողացել ամբողջությամբ աշխատանք անել, այսինքն եթե իրենք կարողանում են պայթած Իսկանդերի նման 10% աշխատանք անել, ամբողջ տարին լծված են եղել այդ 10% աշխատանքների գովազդով PR-ով։ Իսկ այն բացերը անտեսել են այդ իրենց գովազդի հաշվին, իսկ մեր քաղաքացիները սպասում են լուծումների, շատ քաղաքացիներ մեզ դիմում են, ինձ անձամբ դիմել են, ես մի հարց մեր քաղաքացիների հետ նոր բարձրաձայնեցի այստեղ, բայց լուծումը կսպասենք, տեսնենք ինչ է, իհարկե մենք ես հետևողական եմ լինում մինչև վերջ այդ հարցի լուծմանը թեկուզ ստիպելով, պարտադրել, ասելով քաղաքական պարտադրանքով, այո, կռիվ տալով քաղաքացու համար, որ իր հարցը լուծվի, քանի որ այդ քաղաքացին արժանի է ունենալ բարեկեցիկ տրանսպորտ, արժանի է ունենալ բեռնաթափված Երևան։ Ավելացվել էին։ Տեսեք, ավտոբուս բերելը չի նշանակում բարեփոխում անել, ավտոբուս բերելը բարեփոխման ճյուղերից մեկն է։ Բարեփոխումը շատ ընդգրկում է, բարեփոխումը կանգառասրահներն են, ճանապարհներն են, բեռնաթափման ծրագիրն է ու շատ հարցեր։ Դա մի դետալ է, որը որ ավտոբուսները այո բերել են։ Բայց ես կարծում եմ, այդ ավտոբուսների փոխարեն պետք է էլեկտրական ավտոբուսներ բերվեր ավելի շուտ, որովհետև այդտեղ ծախսերի նվազում կլիներ, ինքնարժեքի նվազում կլիներ եւ մեր քաղաքացիների համար չէին բարձրացնի տրանսպորտը։ Եվ երբ որ բեռնաթափումն էլ կլիներ, տեսեք բեռնաթափ երբ որ խցանումների մեջ է հայտնվում ավտոբուսները, ամբողջ համատարած չի է առանձնացված գծերը, մեքենայի ծախսը շատանում է, վառելիքը շատ է ծախսում, ինքնարժեքը բարձրանում է, որոշակի ամեն փոքրիկ դետալից ինքնարժեք է բարձրանում։ Եթե դետալների հարցերը մենք լուծեինք, օրինակ էլեկտրականը, վառելիքի հարցն էր որոշակի լուծելու եւ այդ բեռնաթափումներ էլեկտրական մեքենայի ծախսը քիչ կլիներ։ Հետևաբար շատ ոլորտներում երբ որ մրցույթներ են հայտարարում, այդ մրցույթների իրական գներով գնեն, ոչ թե մի քանի ձեռքով այդ մրցույթները անցկացնեն եւ օրինակ բերեմ X-ը սարքեն 3X այդ գումարի ծավալը խնայողաբար օգտագործեն, հնարավոր է մեր քաղաքացին ունենա թե բարեկեցիկ տրանսպորտ, թե խելամիտ վճարային գումար, այսինքն այն է, որ 100 դրամը կարող է պահպանվել։ Քիչ առաջ նաև ընդունվեց ազգային առաջընթաց խմբակցության այն առաջարկը, որ Ամիրյան փողոցը վերանվանվի Պապ Թագավորով։ Ես կխնդրեմ այս փողոցների հասցեների փոփոխությանը անդրադառնալ։ Ինչից ենք խուսափում։ Տեսեք, տեսեք, այստեղ անձերի խնդիր մենք չունենք, անձերի խնդիրը այստեղ չի, այստեղ երևանցիների մեջ կա, որ Ամիրյան փողոցը, օրինակ իրենց մոտ տպավորություն կա, որ չի կարելի սենց միանգամից ուղղակի բերել փոփոխություն անել, երբ որ կան փողոցներ, որոնք անվանակոչված չեն, կարելի է այդ մարդկանց, օրինակ հարգի արժանի մարդիկ են, շատ այո։ Ինչ մարդկանց եկել են, այդ մարդիկ բոլորը հարգի արժանի մարդիկ են, բայց այստեղ խնդիրը մարդիկ չեն, այստեղ խնդիրը մեր մենթալիտետն է, որը ես չեմ կարծում, որ Պապ Թագավոր պետք է Ամիրյան փողոցը տենց ափալ-թափալ բերեին եւ փոխեին։ Տեսեք, օրինակ Տիգրան Ավինյանից հետ պայմանավորվածության արդյունքում Հայկ Գրիգորյանը, այո, ես երբևէ թաքցնելու ոչինչ չեմ ունենալու, բազմիցս երբ որ քաղաքապետարան էի այցելում, Հայկ Գրիգորյանը եւ ՔՊ ղեկավարը Գալջան Արմենը շատ ջերմ հարաբերությունների մեջ են մտել եւ հետեւաբար իր նախագիծը փորձեց անցկացնել, ընդդիմադիրը ջերմ հարաբերությունների մեջ մտել ՔՊ խմբակցության հետ։ Դա պարզ է եւ տեսանելի, ինչու պետք է ընդդիմադիրի նախագիծը Տիգրան Ավինյանը անցկացնի, երբ որ ես նախագիծը էի բերել Հովհաննես Բարսեղյանի նախագիծը չանցկացրեցին, միտումնավոր, այո, այդ մարդը բառարանագետ է, որ այնպես փորձեցին, քանի որ ես ընդդիմադիր եմ, չուզեցին ես լավ գործ անեմ,
Մերժեցին։ Ինչ է պատրաստվում անել Հայաստան Դաշինքը, քանի որ դուք Հայաստան Դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորության տեխնացու եք առաջադրվել, ինչ է պատրաստվում անել Հայաստան Դաշինքը։ Ինչ է պատրաստվում Այդ անել։ հայտարարությունները նախագահ Քոչարյանը արդեն տվել է մեր հանրությանը իր հարցազրույցներում, նաև ձեր լրատվամիջոցն է կարծեմ եղել այնտեղ, ես հետևել եմ։ Այս պահին սահմանադրական դատարանում մենք հայց ունենք եւ բոլոր ուժերը, 6 ուժերը հայտնի ներկայացրել են այդ եւ այս պահին ճիշտ կլինի մի հատ սահմանադրական դատարանով անցնեն։ Իհարկե ես մեծ սպասելիքներ չունեմ ԿՊ իշխանության սահմանադրությունը զավթած, սահմանադրական դատարանը զավթած, քանի որ տեսել ենք էլի ինչ է կատարվել սահմանադրական դատարանի համար ինչ կռիվներ էր տեղի ունենում իշխանության կողմից, բայց պետք է արձանագրել փաստեր հետագայի համար, իրավական գործընթացները պետք է անցնի, դրանից հետո քաղաքական թիմերը որոշում կկայացնեն եւ ըստ այդմ մենք դիրքորոշումը կհայտնենք բոլորս։ Այս պահին, քանի որ թիմի ղեկավարները որոշում չեն հրապարակել, սպասենք իրենց հրապարակմանը։